Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Իսրայել-Իրան առճակատումն է։ Երեկ գրեթե ամբողջ գիշեր Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել Թել Ավիվին, հարձակելով ավելի քան 100 հրթիռ։ Երկու կողմերում էլ կան զոհեր եւ վիրավորներ։ Ինչպես կզարգանան իրադարձությունները եւ ինչ հանգուցալուծում կստանան։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն հիմնադրամի հիմնադիր Փույա Հոսեյնի հետ։ Պարոն Հոսեյնի, նախ շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նույնպես է շնորհակալություն հրավիրելու համար։ Ընդհանուր իրադրությանն անդրադառնանք, ինչ իրավիճակ է Իրանում։ Ինչպես լուրեր են տարածվում, հիմա շարունակում է Իսրայելի հարձակումը Իրանի վրա, նաև Իրանի հարձակումը մի քանի փուլ դեղի ունեցել Իսրայելի վրա ամբողջ գիշերը, ինչպես նշեցիք, Իրանը հարվածել է թիրախներին, նպատակներին եւ հիմա շարունակվում է այդ նման երկու կողմերի հարձակումը եւ Իրանը ցույց տվեց գիշերը մի քանի երկիր Իրաքի օդի տարածքից սկսած մինչև Սիրիայի օդի տարածքը, Հորդանանի օդի տարածքը մի քանի երկիր համատեղ ուժերով փորձեցին Իսրայելի օդային տարածքը պաշտպանել, Միացյալ Նահանգներն, Ֆրանսիա, Բրիտանիա, Հորդանիա եւ այլ երկիրներ են նշում համատեղ ուժերով նաև դադելով տեսանյութներ, դադելով ինֆորմացիաներ տեսնում ենք, որ բոլոր շերտերը, հոբերի շերտերը իրանական հերթիրները անցել են եւ շատ հերթիրները հաջող հասել են նպատակին եւ թիրախավորել են նպատակին եւ հիմա շարունակում է Իրանի դեմ կատարվել է Իրանի տարածքային ամբողջականությունի դեմ ոդենզգությունը կատարել եւ Իրանը հիմա գտնվում է հարկատերված պատերազմի մեջ Իրանի զինված ուժերը լիարժեք պաշտպանում են Իրանի տարածքները սկզբից մի քիչ հոբե ագենգալի եղավ Իրանի մի քիչ խնդիրներ կային հոբի հետ ինչ որ օպերացիաներ էին արել հոբի համար բայց հիմա մենք տեսնում ենք լիարժեք հոբեր աշխատում են բայց ամեն դեպքում հերթիրներ կան որ նպատակին հասնում են վնասում են Իրանի տարածքները ռազմական եւ միջուկային զարակի օբյեկտները ամեն դեպքում երկու կողմը շարունակում են թիրախավորել մեկը մյուսին եւ դա Իրանը մագի անվտանգությունին նամակ է, պաշտոնական նամակ է ուղարկել, որ իրավունք ունի մագի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն պաշտպանի իր տարածքը եւ պատասխան դա ագրեսորին Իսրայելը ապակիչ բեդությունը ցույց տվեց նույն այդ ժամանակ որ Իրան եւ Միացյալ Նահանգները բանակցությունների գործընթացների մեջ են հենց նույն բահին Իրանին որբեսի վնաս հասցրեն բանակցությունների գործընթացներին եւ տապալեն բանակցությունները նման ոդենզգություն արեցին Իրանի դեմ։ Պարոն Հոսեյնի, այն որ լարվածությունը կար ակնհայտ էր, խոսքը Իրան-Իսրայել լարվածության մասին է, բայց թվում էր թե ձեր մատնանշած Միացյալ Նահանգներ եւ Իրան բանակցությունները գնում էին դինամիկ փուլով, այսինքն այդ մասին կողմերը եւս հայտարարում էին Այդ դեպքում ինչու է ձեզ Իսրայելը հարվածեց եւ հաշվի առնելով բարձրաստիճան զինվորականների զոհվելը կարող ենք ենթադրել որ այս հարվածը անսպասելի էր Իրանի համար որովհետև պետք է Կիրակի օրը դեղի ունենար 6-րդ փուլը բանակցություններին Միացյալ Նահանգները եւ Իրանի մինչեւ եւ երկու կողմերը հայտարարել էին դրա մասին մենք չենք սպասում մինչեւ բանակցությունների ավարտը Միացյալ Նահանգները թույլ տա Իսրայելին որ հարված հասնի մի քանի անգամ Թրամփը դրա մասին խոսել է որ մինչեւ հայտարարել է որ մինչեւ այդ բանակցությունները չի ավարտվի, արցունքի չի հասնեն կամ զախողվեն, մենք թույլ չենք տալիս զգուշացել էր Իսրայելին, մի քիչ ագենգալի էր մեր համար, բայց ամեն դեպքում մենք պատրաստ ենք ամեն ինչի համար, բոլոր սցենարների համար, որովհետև մենք գիտենք, եթե բանակցությունները զախողվի, այդ կողմից սպառնալիքներ կային Իրանի դեմ
բայց եղավ ինչ եղավ եւ հիմա փաստորեն տապալվել է բոլոր բանակցությունների գործընթացները, Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ Վեստահելի կողմ չի բանակցելու համար եւ Իսրայելը ցույց է տալիս միայն ուժի լեզու է հասկանում։ Այն հարվածները, որ եղան գիշերը Իսրայելի ուղղությամբ, Իրանը համարում է, որ դրանք համարժեք պատասխան են։ Համարժեք, որովհետև բարձրաստիճան զինվորականներ են սպանել, համարժեք չեն, բայց Իրանը ուժ հարվածներ է հասել շատ թիրախներին, ռազմական թիրախներին եւ ռազմավարական թիրախներին Իսրայելին եւ իհարկե այդ արիմով հավասար էր, այդ արիմով նույն բալանսը պահպանվել է, պատասխան եւ հակահարվածի մինչև եւ հիմա Իրանը փորձում է զգուշացնել բոլոր կողմերին, որ նոր փուլ է, եթե Իսրայելը շարունակի նոր փուլի հարձակում է, քանի անգամ ավել կլինի, քանի անգամ ավելի ուժեղ կլինի եւ զգուշացել է Ֆրանսիային, Բրիտանիային եւ Միացյալ Նահանգները, եթե նոր փուլի մեջ համագործակցեն Իսրայելի հետ Իրանի դեմ, Իրանը զգուշացել է բոլոր կողմերին, որ բոլոր ռազմաբազաները դարաշրջանում իրենց ռազմաբազաները եւ նավերը Փարսից ծոցում օրինական թիրախ են Իրանի համար, որ երկիրը Իրանի թշնամի հետ եւ ագրեսորի հետ համագործակցի, Իրանը նույնպես համարում է թշնամի եւ թիրախավորում է։ Ինչպես են կարողացել ներթափանցել Իրան-իսրայելական կողմից եւ ճշգրիտ հարվածներ հասցնել այնպիսի բարձրաստիճան զինվորականների եւ սպանել, ինչպիսին զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։ Սրանք հարցեր չեն առաջացրել Իրանին։ Ոչ հաստատված լուրեր կան, որ Իրանը մինչև 6-րդ փուլը պատրաստում էր, այսինքն հենց շտաբի պետը 2 օր առաջ հայտարարեց, որ պիտի տեղի ունենա զորավարժություն ամբողջ Իրանի տարածքում, որպեսզի սպառնալիքները չզոքացնեն, հենց զորավարժությունների ոչ պաշտոնական եւ հաստատված լուրեր կան, որ հենց զորավարժությունները գազմագերբելու համար որոշ ռազմական ղեկավարները հավաքվել էին շտաբում եւ գազմագերբչական գործեր են անում, որը անսպասելի թիրախավորվում է հենց շտաբի շենքը եւ զոհվում են բարձրաստիճան զինվորականները։ Ամբողջ գիշեր նաև տեղեկություններ էին տարածում իրանական լրատվամիջոցներով, թե Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում, որքանով է հավաստի եւ հնարավոր այս ամենը։ Եթե զսպող ուժ չկա, եթե Իրանը բանակցեց Միացյալ Նահանգների հետ, սկսեց բանակցել Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ, որբեսի ոչ մի հարձակում Իսրայելի կողմից չի լինի միջուկային օբյեկտների վրա եւ իրանական ռազմավարական օբյեկտների վրա, եթե Միացյալ Նահանգները մինչեւ հիմա փոխարեն զսպի Իսրայելին հակառակ աջակցում է կանաչ լույսը ցույց տալիս, եթե ոչ մի զսպող ուժ չկա Իրանի տարածքային ամբողջականությունը դեմ բոլոր հարձակումները, բոլոր ոտնձգությունները չզոքացնել, Իրանը ջար չի ունենալու, հնանավոր է Իրանը փոխի իր միջուկային ծրագիրի դոկտորինը եւ գնա միջուկային ռումբ ստեղծելու ճանապարհը, հնանավոր է նման սցենարը քննարկում են հիմա Իրանի հետ, որովհետեւ մենք տեսնում ենք հյուսիսային Կորեա եւ որ միջուկային զենք ունի, ինքը ապահով է, կարա բոլոր սպառնալիքները իր երկրի դեմ չզոքացնի, եթե ոչ մի կողմը չի օգնելու Իրանին, չզսպում ագրեսորին եւ այդ ահաբեկչական պետությունին Իրանի դեմ այդ նման ոտնձգություն անել, Իրանը կարող է այդ ճանապարհել գնա։ Իրանի զինանոցում կա ռազմավարական գործիք, շատ փորձագետների գնահատմամբ դա Հորմուզի նեղուցն է, որի փակումը կհանգեցնի, ասում են, նավթային ճգնաժամի։ Արդեն տեղեկություններ կան, որ Իրանը դիմել է այդ քայլին։ Ինչ է սրանով փորձում անել Թեհրանը, եթե այդ տեղեկությունները հավաստի են։
Միշտ սցենարների մեկ է եղել է Հորմուզի նեղուցի փակումը, միշտ Իրանի ռազմական ղեկավարությունները դրա մասին խոսել են, Իրանը կարա ազդի էներգետիկ տրանզիտի վրա եւ հստակ այդ շուգային վնաս հասնի, որը բոլոր երկրների շահից չի բխում եւ պետք է բազի Հորմուզի նեղուցը Իրանը ունի Բաբոլ Մանդաբի նեղուցը, որ հութիներ են վերահսկում, այնտեղ էլ Իրանը հնարավորություն ունի եւ մինչեւ այդ քանի ամիս տեսել ենք այդ հնարավորությունները ունեցել է, որ Խոչընդոտի տրանզիտը այնտեղ, նավային տրանզիտը այնտեղ եւ այդ դարբերակներից մեկը, որ Իրանը կարա դիմի եւ մյուսը միջուկային դոկտորին է իրանական փոխվի եւ այլ խաղակարտները, որ Իրանը ունի հակազդել այդ ագրեսիային եւ դադարեցնել չեզոքացնել այդ ագրեսիայի իր երկրի դեմ։ Այսինքն Հորմուզի նեղուցը դեռևս փակ չէ։ Դեռևս փակ չի։ Ստեղծված իրավիճակը կարող է լարվածություն առաջացնել նաև Իրանի ներսում, որովհետև Իսրայելի վարչապետ ուղերձով դիմել էր նաև իրանցիներին, նրանց կոչ անելով ընդվզում իրականացնել եւ ըստ էության իշխանափոխության կոչ արել նաև Իրանի ներսում։ Ոչ, այդ բոլոր փորձերը բադմիթունը ցույց է տվել, երբ որ արտաքին վտանգ կա եւ արտաքին սպառնալիքներ կան Իրանի դեմ, բոլոր Իրանի ժողովուրդը իրանց հակասությունները, իրանց խնդիրները մի կողմ են դնում եւ համախմբվում են եւ հիմա մենք տեսնում ենք նման բան տեղի ունենում եւ արտաքին սպառնալիքներ կան, ներքին խնդիրները հաշվի չեն առնում, երկրորդական, 10-րդականը դառնում եւ միայն համախմբված Իրանի ժողովուրդը պաշտպանում է իր երկիրը եւ իր հայրենիքը եւ պատրաստ է ամեն ինչ անել իր երկրի համար։ Իսկ որքանով եք հավանական համարում, որ այս առճակատումը արդեն լայնամասշտաբ կդառնա եւ ամբողջ տարածաշրջանը կընդգրկի։ Ռիսկը շատ մեծ է, որովհետև մենք տեսնում ենք ոչ մի երկիր մինչև հիմա անգամ ՄԱԿ-ը չի հակազդում եւ չի միջնորդում, որպեսզի այդ ագրեսիայը Իրանի դեմ դադարվի եւ եթե նման կամ չի գա որը մի կողմի հետ, մենք շատ հնարավոր է լայնազավալ դարաշրջանում լայնազավալ պատերազմի մեջ լինի եւ որովհետեւ Իսրայելի շահը եւ Իսրայելի գոյությունը կապված անգայնություն դարաշրջանում ինքը երբ որ Միացյալ Նահանգները եւ Իրանը սկսեցին բանակցություններ, ամեն ինչ արեց, որ այդ բանակցությունները տապալվի, ինքը չի ուզում տեսնի, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները եւ Իրանը եւ արևմուտքի մեջ խնդիրները լուծում են եւ Իրանը այլ դիրք է ստանում դարաշրջանում, ամեն ինչ անում է, որ տապալի բոլոր գործընթացները եւ տեսնում ենք ագրեսիային է դիմում, բոլոր միջազգային իրավունքների օրենքների դեմ է կենում եւ ոչ մեկը չի դատապարտում եւ չեն գայնացնում իրան։ Պարոն Հոսեյնի, ինչպես է ստացվում նաև, տեսեք, դուք ձեր խոսքի սկզբում ասացիք, որ Իրանի հակօդային պաշտպանության հետ կապված որոշակի անակնկալներ եղան, բայց հիմա ամեն ինչ ըստ ձեզ կարգավորված է, բայց ինչպես է ստացվում, որ օրինակ փոքր Իսրայելը կարողանում է այսպես ներխուժել հասնել Իրանի ներսում եւ կարողանալ չեզոքացնել հակաօդային պաշտպանությունը։ Միացյալ Նահանգները ինչպես իրենք էլ հայտարարում են, շատ մոդեռն զենքեր են դրամադրում Իսրայելին եւ նաեւ համ տեխնիկապես, համ լոջիստիկ աջակցում են Իրաքի պետությունը բողոքել է ՄԱԿ-ի անվտանգությունի խորհրդին, որպեսզի Միացյալ Նահանգները Իրաքի օդը բազա թողել, որ ջեղքեն օդանավները Իսրայելի եւ մտնեն Իրաքի տարածքում եւ այնտեղից հարված հասնեն Իրանին։ Իհարկե Իրանի հոբը շատ լավ աշխատել է, բազ ունեն իհարկե խնդիրներ, որը բազա թողվում եւ նպատակին է հասնում, ամեն դեպքում միջուկային ծրագիրը շուրջ շատ լուրջ խնդիր
խնդիր մենք չենք կարա տեսնենք, որովհետև միջուկային կազմակերպությունի Իրանի միջուկային կազմակերպությունի նախագահը ասել է, որ մինչև հարձակումը մենք նախապես այդ բոլոր կարևոր տեխնիկաները եւ ուրանի կապված հարստացման տեխնիկաները եւ հենց հարստացված ուրանը պահեստավորել ենք շատ անվտանգ տարածք եւ շատ հիմա այդքան հիմա շենքերի մասին է խոսքը եւ որոշ տեխնիկաները, որը Իրանը կարա շատ շուտ վերակայնի իր հարվածները, որ ստացել է, նաեւ հոբե Իրանի հոբե որոշ հարվածներ ստացել, տեղափոխել են այդ հոբե եւ հիմա մենք տեսնում ենք լավ աշխատում ամեն ինչը։ Եվ վերջում շատ հակիրճ, եթե հնարավոր է, կարող է Ադրբեջանը օգտվել Իրանի, այսպես ասենք, իր սեփական հարցերով զբաղվածությունից եւ ոտնձգություն իրականացնի Սյունիքի ուղղությամբ։ Պատրաստ է այս սցենարի դեպքում Իրանը կանխել այդ քայլերը։ Միանշանակ, որովհետև մենք էլ մտահոգված ենք, միշտ Իրանը այս զգուշացել է, որ որը մի երկիրը եթե Իսրայելի հետ համագործակցի կամ առիթ ուզենա օգտագործի եւ նման նկերդումները Իրանի կարմիր գծերը հատնի, որը Հայաստանի տարածքային ամբողջականությունը Զանգեզուրի միջանցք է եւ ուղիղ կապ ունի Իրանի անվտանգությունի հետ, Իրանը կնախազերնի գործողություններ անգամ դեպքում, որովհետև դա ուղիղ կապված է Իրանի անվտանգությունի հետ եւ մենք կարմիր գիծ ենք համարում դա։ Շնորհակալություն։ Նույնպես է շնորհակալ։ Հեռանկարում Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Փույա Հոսեյնին էր։